Ինչն է պատճառը, որ մենք հաճախ սիրում ենք լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը։ Որտեվ անկախ ԶԼՄ ճիշտ ասած ես չեմ հանդիպել։ Քաղաքական գործիչները հիմնականում կա տեսակետ, որ ստում են, հա, այսինքն դա նորմալ է ձեզ քաղաքական գործչի համար, դա ում խնդիրն է։ Քաղաքական գործչի, թե այն հասարակության, որը հավատում է գործչին։ Հայերից գոյատևման պատճառներից մեկը նա է, որ մենք ամեն ինչը պետք է իմանանք, բոլոր հարցերում մասնագետ ենք։ Կամ գնում եմ ընտրության, ընտրում եմ ինչ-որ մեկին, ով ինձ խաբում է, օրինակ։ Մարդուն դեռ լավ չենք ուսումնասիրել։ Մենք մարդու մասին այն պատկերացումները, որոնք պետք է ունենայինք, չունենք։ Ամուսնանամ թե չէ, չամուսնանած լսել եմ, որ այդ վատ մարդ է։ Այսինքն մենք այդ տիպի բաները գալիս են ոչ ինքնուրույն լինելուց։ Մեր հասարակությանը ինչ դիագնոզ կտակ, մեկ բառով օրինակ։ Մենք հիվանդ ենք, առողջ ենք։ Ողջույն։ Երբ սուտը շատ անգամներ կարդում ենք, լսում ենք, այն սկսում է դառնալ իրականություն եւ իշխել մեր եւ մեր կյանքի վրա։ Այսօր այս ապատեղեկատվության ազդեցության, ստի եւ մի շարք այլ հետաքրքիր թեմաների մասին կխոսեմ հոգեբան պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի հետ։ Ողջույն, պարոն Աղուզումցյան։ Բարև ձեզ։ Ինչն է պատճառը, որ մենք հաճախ սիրում ենք լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը։ Սկսենք այս ծեծված հարցից, հետո արդեն կանդրադառնանք մնացածին։ Նախ եւ առաջ, երբ ապրելաձևը չի համապատասխանում ոչ սպասելիքներին, ոչ թե իրականությանը, սուտը միանգամից դառնում է առաջնային։ Հետո, գիտեք, ռեկլամայի հոգեբանության մեջ, գովազդային հոգեբանության մեջ կա օրենք, եթե ուզում ես, որ գովազդը տեղ հասնի, 30 անգամ ամենակիչը, պետք է կրկնվի։ Այդ կրկնվելուց հետո իրոք ազդում է գովազդը։ Նույնը սուտին է վերաբերում, այսինքն դա ավելի ընդհանուր բան է։ Եթե մարդը նույն բանը բազմաթիվ անգամ լսում է, ուզած-չուզած եւ ինքը սպասելիքներ ունի։ Եթե մարդու կենցաղը, մարդու կյանքը, բավարարվածությունը նորմալ է լինում, նա սուտին չի հետևում։ Սուտը առաջ է գալիս այն ժամանակ, երբ որ կա հակասություն, երբ կա անհասկացություն, կա սպասումներ, այդ սպասումներն էլ շատ հաճախ կարող են լինել շատ անհատական, ոչ թե հասարակական բնույթ կրող, այլ անհատական։ Առավել եւս որ հայտնի է, որ մենք հայերս բավականին անհատականության տեսանկյունից զարգացած ենք, ուղղված ենք մեր անձերի վրա։ Դրա համար, երբ ես ուզում եմ մի բան սպասեմ եւ ստանամ, ես սկսում եմ հավատալ։ Առավել եւս եթե նույն բանը կրկնվում է շատ, նույն բանը կրկնվում է շատ, իսկ կողքից ինֆորմացիան այնքան տարբեր է եւ հակասական, որ ես դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում, այլ ուշադրություն եմ դարձնում այն բանի վրա, որը մի քանի անգամ, տասնյակ անգամներ, եթե հետևում են, այսպես ասած, գովազդի հոգեբանության օրենքներին, տեղի ունենում ստի ընդունումը։ Դա անբավարարվածության նշան է, որ կյանքից դեպքեր կան, որ ինքը իրենից, որովհետև շատ մարդիկ հայերս ես բազմաթիվ անգամ եմ կրկնել, հիմար հայ գոյություն չունի։ Չկա, հայերս խելքով ենք, բայց քանի որ այդ խելքը ուղղված է լինում անհատի վրա, ինքը իր վրա, նա չի համընկնում շատ հաճախ ուրիշների ապրելաձևի հետ եւ սկսվում է այդ անհատականության առաջնայինությունը, հասարակական երևույթը մարդու մեջից դուրս է գալիս, իսկ մարդը սոցիալ-կենսաբանական էակ է։ Մարդու վրա ազդում է եւ ֆիզիոլոգիան հիմքն է եւ սոցիալական էակ է։ Հանկարծ այդ սոցիալական էակը վերանում է հայերիս մոտ, տեսեք շատ հետաքրքիր ասացված կա, որը ցույց է տալիս մեր սոցիալականի աղավաղումը։ Երևի լսած կլինեք դուք այդ ասացվածքը։ Այս որ ասեց, տեսնես ինչ էր ուզում ասել։ Ուրեմն տեսեք, մարդը բան է ասում, մենք չենք հավատում իրան, իր տեղը սկսում ենք ենթադրել, մտածել, ինչ կարող էր լինել դա։ Բնական է, որ շատ հաճախ դա սխալ է լինում։
Բայց բանը նրանումն է, որ շատ հաճախ իրոք մարդը չի ասում են ինչ որ կա։ Սա էլ է Որտեղից է գալիս, այսինքն դա գալիս է մեր անցյալից, պատմությունից։ Պատմությունից, անցյալից դա բանը կապված է նրան հետ, որ մենք երկար ժամանակներ եղել ենք լծի տակ, ուրիշի ղեկավարությամբ, ուրիշ երկրի, ուրիշ ազգերի եւ շատ հաճախ խաբվել ենք եւ դա ձևավորվել է մեզ մոտ որպես ինքնապաշտպանության բան, այս որ ասես, տեսնես ինչ էր ուզում ասել։ Այսինքն, տեսեք, մարդը ունի սպասումներ, ինքը ցանկանալով որ իր սպասումները իրականանան, հավատում է ստին։ Այդ սպասումները կարող են արդյոք ձևավորել օրինակ լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը։ Հնարավոր է որ այդ սպասումներն էլ իրական Շատ հզոր, անի շատ հզոր։ Եվ ցավոք սրտի ԶԼՄ-ների դերը այստեղ շատ մեծ է եւ շատ հակասական է եւ շատ օգտագործվում է, որովհետեւ անկախ ԶԼՄ, ճիշտ ասած, ես չեմ հանդիպել։ Անկախ ԶԼՄ չկա, որովհետեւ անկախ ԶԼՄ-ները չեն կարող գոյատևել ինքը իրեն համար։ Դրա համար միշտ կա պատվերատու։ Այդ պատվերատուն լինում է շատ տարբեր, այնպես ինչպես մեր հասարակությունը։ Եվ այդ տարբերությունը բերում է նրան, որ շատ հաճախ ոչ իմացող մարդը սկսում է խոսել բաների մասին, որի տեղեկությունը իր մոտ շատ մոտավորապես է։ Առավել եւս սա էլ է ազգային մի հատկություն հայերից գոյատևման պատճառներից մեկը նա է, որ մենք ամեն ինչը պետք է իմանանք, բոլոր հարցերում մասնագետ ենք, էլեկտրիկ ենք, սպորտսմեն ենք, բժիշկ ենք, գիտնական ենք, ամեն ինչ, այդ ամեն ինչի իմանալու ուղղվածությունը դիլետանտիզմ առաջացնում։ Դուք տեսեք, ում հետ ուզես, մեր ժամանակներում, արդեն քանի տասնյակ տարի է, բոլորս քաղաքական գործիչ ենք, բոլորս քաղաքականության մեջ ենք, բայց նույն ձևով սպորտի մեջ ենք, գիտության մեջ ենք։ Ուզում եմ ասել, շատ լավ երևում է, երբ մեկ էլ մի պրոբլեմ ես բարձրացնում, ու հանկարծ այդ պրոբլեմի շուրջը մի մարդ, որը շատ հեռու է այդ պրոբլեմից, գիտելիքներն է, սկսում է շատ լուրջ խոսել, եթե մի քիչ է լավ խոսել գիտի։ Մնացած մարդկանցից բավականին մեծ քանակով մարդիկ սկսում են հավատալ, որտեղ շատ սիրուն է խոսում։ Միջալոց ասեմ, որ մենք հայերս խոսելու մտածելու տեսանկյունից շատ լավ ենք, բայց խոսելու տեսանկյունից ոչ։ Հայերս խոսակցությունը շատ բավարար չի ընկալելու, հասկանալու այն միտքը, որը ասում է։ Խոսքը շատ վատն է։ Ես կարող եմ ձեզ ասել մի ուրիշ բոլորովին օրինակի վրա, տեսեք, կան մասնագիտություններ, որտեղ խոսքը ամենահզոր զենքն է, դա կրթության մեջ է հիմնականում, հոգեբանների, բժիշկների, իրավաբանների, բայց ոչ մեկը չի սովորեցնում իրենց խոսել, որտեղ խոսել իմանալով նրանք գալիս են դպրոց, հետո գալիս են իսկ այն խոսելը, որ ինքը գործիք է մասնագիտության մեջ, հոգեբանները չեն սովորում խոսել, պատկերացեք հոգեբանների միակ զենքն է խոսքը, արտասահմանում զարգացած երկրներում, որտեղ որ կիրառական հոգեբանությունը զարգացած է, եթե հանգարց հոգեբանը ձեռքով կպավ մարմնին, նա կլիենտը իրավունք ունի դատի տալ։ Տեսեք ինչ աստիճանի է դա։ Իսկ խոսել չեն սովորեցնում հոգեբաններին։ Այդպես նույնպես ինչպես բժիշկներին չեն սովորեցնում, իրավաբաններին չեն սովորեցնում։ Ուզում եմ ասել, այդ խոսելը եւ մասնագիտական խոսելը դրանք մի քիչ տարբեր բաներ են։ Այդ առումով նաեւ շատ խոսել իմացողները իսկ մենք լավ ունեցել ենք խոսել իմացող քաղաքական գործիչներ, որոնք ասածը
չի համապատասխանում իրականության, այսպես ասեմ։ Բայց լավ է ասում։ Լավ է ասում։ Հա, հավատում եմ։ Այո, որտեղ շատ հաճախ ասելու ձևը ավելի կարևոր է լինում, քան թե բովանդակությունը։ Իհարկե։ Ներկայումս ձեզ ունենք նման քաղաքական գործիչներ, որ խոսքով կարողանում են հասնել իրենց ուզածին։ Իհարկե։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է քաղաքական գործչի համար կարևոր, որովհետև այս հարցը շատ ակտուալ է եւ միշտ է ակտուալ։ Քաղաքական գործիչները հիմնականում կա տեսակետ, որ ստում են, հա, այսինքն դա նորմալ է ձեզ քաղաքական գործչի համար, դա ում խնդիրն է։ Քաղաքական գործչի, թե այն հասարակության, որը հավատում է այդ գործչին։ Եվ նա։ Ընդհանրապես փոխհարաբերությունները, բոլոր տիպի փոխհարաբերությունները միակողմանի չեն կարող լինել։ Երկկողմանի են։ Եվ շատ հաճախ քաղաքական գործիչները պատկերացնում են, որ իրենց ասածը կարող է ճշմարտություն չլինել, բայց ինչ որ պատճառներով ասվում է եւ ընդունվում է դա այդ գործիչների կողմից, որոնք խոսել գիտեն։ Ուզում եմ ասել, այստեղ շատ բարդ խնդիր է, եկեք քաղաքականությունից չխոսենք։ Քաղաքականությունից չխոսենք, բայց մի հարց էլ տամ եւ անցնեմ այլ թեմաներին։ Առհասարակ, երբ ընտրողը, քաղաքացին կատարում է ընտրություն, եւ իր ընտրած ուժը հուսախաբ է անում, այս պարագայում պատասխանատվությունը ում վրա է, ընտրողի, թե այն ուժի, որին որ ընտրել է տվյալ քաղաքացին։ Եվ այն ուժի, եւ ազգի, եւ Ինչի համար եմ հարցնում, որովհետև մենք հաճախ մեղադրում ենք մեր հասարակությունը, հա, այդ պատասխանատվության կտորը այդպես էլ անհասկանալի է ում վրա է։ Մեղավոր են նախկինները խորհրդային միությունը, մինչև այդ մեր թվարկությունից առաջ ինչ որ ուժեր, հետո գալիս ենք ապագայում ինչ որ ուժեր, կոնսպիրոլոգիաներ, հա, այլ մոլորակայիններ, ամեն ինչ եւ բոլորը։ Դուք շատ խորաթական բարձրացակներ եք։ Հա, իրականում, որովհետեւ յուրաքանչյուր տեղ փորձում են գտնել մեղավորներ, եւ որպեսզի այդ պատասխանատվությունը դնենք տվյալ մարդու, տվյալ կառույցի վրա։ Ինչից է գալիս այն սինդրոմը։ Ես հայկական մի ասացված կասեմ, որը կլինի իմ պատասխանը, որը համարում եմ շատ սխալ։ Տեսեք, փոքր հասակից հայերից մոտ ընդունված է շատ երեխային հարցնել։ Պապային է շատ սիրում, թե մամային։ Դրանից ավելի աննորմալ երևույթ դժվար է պատկերացնել, որ երեխային դու դնում ես այնպիսի վիճակ, որ աննորմալ է, հասկանում եք, նույնը վերաբերվում է ձեր հարցի պատասխանին, միակողմանի, թե ով է մեղավոր, չի կարելի այդ հարցում դնել, բոլորս, և այստեղ շատ մի կարևոր հանգամանք կա, քաղաքական գործիչը ընդհանրապես իմ պատկերացումով պետք է մարդ լինի, որը լուրջ անցել է ճանապարհ, այսինքն աստիճանաբար է դառել քաղաքական գործիչ, ոչ թե շատ արագ, ոչ թե պատահական, այլ պետք է անցած լինի ինչ որ մի կյանք, ինչ որ մի ճանապարհ, որը իրան իրավունք է տալիս առաջի հերթին ինքը իրեն իրավունք է տալիս, որպեսզի նա քաղաքականությամբ զբաղվել։ Ցավոք սրտի մեր ժամանակներում գործընթացները այնքան արագ են տեղի ունենում, ոչ միայն քաղաքական կյանքում, այլ ընդհանրապես այնքան արագ են տեղի ունենում, օրինակ ասենք գների թանկացումը, որ տեսեք, ես երկու տարբեր բաների օրինակ եմ բերում, բայց դա ընդհանուր է, դա մեր կյանքն է, այսինքն այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեղավորը մի մարդը չի, կամ մի կողմը չի, կոնֆլիկտի հոգեբանության մեջ կա օրինաչափություն, բոլոր կոնֆլիկտներում անպայման բոլոր կողմերն են մեղավոր, եւ չի կարելի շատ հաճախ մոտենալ, թե որ կողմն է ավելի շատ, եթե մի կողմը հրահրել է, շատ չի, հրահրել է, իսկ այդ մյուս կողմը շատ բառեր է ասում, հիմա ոնց գնահատենք, ով է մեղավոր, այսինքն այստեղ շատ կարևոր է մոտեցումը, համակարգային մոտեցումը, որ մեղավոր են բոլոր կողմերը, այդ
տիպի իրադրություններով։ Տեսեք, բայց նույն միջին վիճակագրական քաղաքացին ասում է, ես ինչով եմ մեղավոր։ Ես գնում եմ աշխատանքի, գալիս եմ տուն, իմ առօրյա գործերն եմ անում, ես ինչով եմ մեղավոր, որ երկրում վատ վիճակ է։ Ես ինչ անեմ։ Չեմ գնում ընտրության։ Կամ գնում եմ ընտրության, ընտրում եմ ինչ որ մեկին, ով ինձ խաբում է, օրինակ։ Ես ինչով եմ մեղավոր, ես իրեն ընտրել եմ, հավատացել եմ, խաբել եմ։ Շատ հասարակ է, նրանով որ խափնվել ես։ Չխափնվիր։ Ուրեմն դու այնքան չես պատրաստված եղել, որ խոսքերը եւ իրականությունը չես կարող իրար հետ համեմատել, որպեսզի ընտրություն կատարել։ Այսինքն, գիտեք, մեր բնակչության գեր մեծամասնությունը այդ ընտրությանը մոտենում է ոչ այնպես պատասխանատվությամբ, ինչպես որ իրոք ընտրողը պետք է ունենա, հասկանում եք։ Սա է խնդիրը։ Դե որովհետև մտածում են մենք ինչ էլ անենք ում էլ ընտրենք, մեկը լինելու է ինչ։ Այ այդ հոգեբանության պատճառով շատ լուրջ բարդություններ են տեղի ունենում հասարակությունում։ Այդ մոտեցումով։ Եվ այդ մոտեցումը նաև գիտեք ինչ է անում, ոնց որ պատասխանատվությունը իրենից գցվում է ուրիշների վրա։ Այ որտեղից է եկել մեր հասարակությունը առհասարակ միշտ մեր հասարակությունն եմ օրինակ վերում, սա միայն մեզ բնորոշ հատկանիշ է, թե այլ ժողովուրդների մոտ էլ կա այդ պատասխանատվության շպրտելը, ինչ որ մեկի վրա գտնել, ինչ որ մեկին ում պետքա միշտ մեղավոր հանել։ Դες ասեմ, զարգացած երկրներում ընտրությունը բոլորին ուրիշ համակարգով է գնում։ Օրինակ Ամերիկայում կան այդ աստիճանական, ուրեմն կամած բերում են նրան, որ ընտրությունը ընտրողները մնում են այն մարդիկ, որոնք կարող են ճիշտ ընտրություն կատարել։ Մասսայականությունից գնում է անհատական ընտրիչների մեխանիզմին նկատմամբ։ Այդպես, որտեվ շատ մարդկանց սխալ ինֆորմացիան տալը ազդում է։ Իսկ երբ որ հավաքվում են այն մարդիկ, որոնք եւ գիտուն են եւ հասկանում են, նրանց խաբելը շատ դժվար է։ Այսինքն ընտրական համակարգն է բան արած։ Դա դեմոկրատիայի սխալ պատկերացումն է այն առումով, որ հաշվի չի առնվում, թե ինչ աստիճանի վրա է գտնվում հասարակության մտածողության մագարտակը։ Եվ մի հետաքրքիր սինդրոմ էլ այդ անձի պաշտամունքը, որը մեր հասարակության մեջ կա, չգիտեմ, այլ հասարակություններում էլ գուցե կա, չնայած կամաց գնում է դեպի ավելի այլ տիպի մտածողություն, ավելի համակարգային մոտեցումներ, մարդիկ փորձում են ընտրել այն ուժին, որը իրենց առաջարկում է ավելի լավ պայմաններ։ Մեզ մոտ ինչպես է, անձնավորված է շատ, նորմալ է մնացած հասարակությունների հետ կապված։ Սա այստեղ գալիս է էլի դրանով, որ ես ասացի դες, որ մենք ամեն ինչում մենք համարում ենք մեզ մասնագետ։ Եվ այդ շատ լավ կարող է օգտագործվել եւ օգտագործում է այդ դեպքում։ Ուրիշ մի հարց կա, որ պաշտամունքը ավելի խորքային երևույթ է հոգեբանական, քան թե միայն քաղաքականության մեջ։ Պաշտամունքը ինչ որ առումով սպասումների մոդել է, որը քո մոտ ձևավորվում է։ Մեկի մոտ դա կուրորեն կարող է տեղի ունենալ, մեկը մյուսի մոտ գիտակցաբար եւ այլն, բայց պաշտամունքը դա ինչ որ պատկերացվող նպատակ է կամ կերպար է, որը պարտադիր պետք է, որպեսզի մարդը կարողանա գոյատևի ու կենսագործի։ Այսինքն մոտիվացված լինի, անպայման պետք է ես ունենամ մի նպատակ, որպեսզի կարողանամ ակտիվ լինել։ Եթե ես նպատակ չունեմ, ակտիվ չեմ։ Սա է, այդ նպատակը կարող է պաշտամունք դառնալ։ Դա միայն քաղաքականության մեջ չի։ Դա ընդհանրապես մարդու հոգեբանական կյանքի մասնիկ է։ Այսինքն ես պետք է ունենամ ինչ որ մի բանի դեռ չկատարված նպատակ, որպեսզի ես կարողանամ այդ նպատակին հասնել։ Այդ է մարդու էությունը, հոգեբանական էությունն է դա։ Դրա համար էլ գիտակցությունն է զարգացած մարդու մոտ։ Այսինքն գիտակցված ինչքան որ ավելի գիտակցությունը ոչ միայն հուզական կամ պատկերացումներով դու ստեղծում ես այդ նպատակը, այնքան ավելի դժվար է մարդուն խաբել։ Իսկ նույն սոցիալական ցանցերի ազդեցության մասին մի փոքր խոսենք, տեսեք,
Ներկայումս մարդիկ արդեն սովորել են 30 վայրկյանանոց, 1 րոպեանոց ռիլեր նայել, հա, կարճ կոնտենտ եւ շատ։ Այս տեղեկության բազմազանությունը, շատությունը ո՞նց է անդրադառնում մարդու հոգեբանության վրա։ Շատ վատ է ազդում, որովհետև նա հակասական է։ Շատ հակասական մեջ է գտնվում մեր ինֆորմացիոն դաշտը։ Այդ իմիջիալոց ասեմ, ամբողջ աշխարհում է, դա միայն Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է, ուղղակի զարգացած երկրներում շատ դեպքերում ուղղակի ուշադրություն չեն դարձնում։ Այնպես ինչպես ես առաջի անգամ շատ զարմացած էի, երբ մի ամերիկացու հետ հանդիպման ժամանակ խոսք եղավ երաժշտության մասին, ասեցի դուք եղել եք Լուի Արմսթրոնգի համերգին։ Ինքը զարմացած նայեց, ասեցի Լուի Արմսթրոնգը ով է։ Որ համաշխարհային փաստորեն դեմք է։ Դու մի ասա, այդ համաշխարհային դեմքը մենք ենք ընդունում որպես համաշխարհային։ Մեր համար համաշխարհային։ Այնպես ինչպես ամերիկացիների բավականին քանակով մասսան, այս վերջերս է որ մի քիչ այսպես կապը ավելացել է, պետք է առաջի դեմքը անպայման լինի մասսայի մեջ։ Նրանք չգիտեն է պրեզիդենտով է կամ նախարարով է։ Այդ ամեն ինչը եթե օրենքով շարժվում է ու մարդը կարողանում է նորմալ ապրել բոլոր հարցերով, ինչ կարևոր է ով է պրեզիդենտը։ Պրեզիդենտը կատարող է օրենքները, որը ստեղծվում են եւ ներգրվում են։ Այս մոտեցումը, տեսեք, դուք շատ լավ բան ասացիք, նախագահը, վարչապետը, իշխանությունը կատարողներ են, ծառայողներ են։ Ինչն է խնդիրը, որ Հայաստանում ժողովրդի մոտ միշտ այլ պատկերացում է, այսինքն դիտարկվում է իշխանությունը որպես հենց իշխող, որ ինքն է ստրուկ, որ ինքը պետք է գնա ընտրության իր ձայնը անպայման չի անցնելու, իշխանությունը ոնց որոշի այդպես լինելու է։ Այսինքն այդ պահանջատիրությունը ժողովուրդը, որ ինքն է այդ իշխանության տերը, չի կարողանում հասկանալ, որտեղից է գալիս։ Ինձ թվում է, որ մենք քաղաքապես դեռ այն աստիճանի չենք զարգացել, որպեսզի այդ հարցը չլինի։ Ուղղակի գիտեք, բանը նրանումն է, որ մենք միշտ եղել ենք կախվածության մեջ։ Մեր ազգը կախվածության մեջ է եղել։ Ավելին ասեմ, ազգի մասին երբ խոսում ենք, պետք է լավ պատկերացնենք, որ հայերիս մոտ եղել են հարուստ հայեր, ազգովի մենք հարուստ չենք եղել։ Ագրարային պետություն, որը հողագործությամբ է զբաղվել, իսկ մտավորականները ցրված են եղել ամբողջ աշխարհում։ Ուզում եմ ասել, այստեղ շատ կարևոր է, թե մեր ազգը ինչ է պատկերացնում իր էության մեջ։ Մարդ, որ իր գլխին պետք է կանգնած լինի։ Իմիջիալոց ասեմ, որ շատ հետաքրքիր փաստ ասեմ, հավանական է դուք էլ գիտեք, որ հայերը, որ գտնում են ուրիշ մի երկրում, արտակարգ հետևում են այն բոլոր օրենքներին, որոնք այդ երկիրը ունի։ Արտակարգ, Հայաստանում ոչ։ Ինչու, ինչն է պատճառը։ Որովհետև օրենքների իրականացում կա։ Եվ այդ օրենքները պարտադիր պետք է իրականացվեն։ Եթե այդ օրենքը հնացած է լինում եւ այլն, մարդիկ կան մասնագետներ, որոնք մտածում են ինչպես փոխել օրենքը համապատասխան ժամանակակից կյանքի։ Այսինքն մեր խնդիրը այն է, որ մեր մոտ գոյություն ունեցող օրենքները, օրինակ, չեն արտացոլում այն սպասումները, պատկերացումները, որոնք ունի մեր հասարակությունը։ Միայն սպասումները չէ, որտեղ մեր սպասումները կարող են սխալ լինել։ Այսինքն այն ինչ որ դրա համար ես մասնագետ բառը օգտագործեցի, այն ինչ որ համապատասխանում է ժամանակին եւ պայմաններին, որտեղ ես կարող եմ սպասել, որ գիտեք, եկեք բոլորս տեզերագնաց դառնանք։ Տեսեք ինչ լավ միտք եմ, չէ՞ տալիս։ Բայց իրականը ո՞նց է։ Հնարավոր է, որ մենք բոլորս տեզերագնաց դառնանք։ Ուզում եմ ասել, այդ սպասումներ բառը ինքը իր մեջ արդեն սխալ է։ Սխալներ կարող է ունենալ։ Որտեղ մեկը էս է սպասում, մեկը ուրիշ բան է սպասում, հակառակ իմիջիալոց։ Մի հատ հիշեք, ես բերեմ մի հատ ուրիշ օրինակ, կոവിഡ്ի ժամանակ, այս վերջի տարիներից առաջ եկավ։ Դուք հիշում եք տարբեր երկրի պրոֆեսորներ, բժիշկներ, որոնք խոսում էին կոവിഡ്ի մասին։ Այո։ Հակասական, մեկը մյուսին հակասող։ Այն մարդը, որը գաղափար չունի, ինչպես կողմնորոշվի, ինչ անի։
որը շատ լսի, նա էլ կընդունի որպես իրականություն։ Չէ, ինքը սկսում է փնտրել ինքնուրույն ճանապարհներ այդ հարցը լուծելու։ Դա էլ կա։ ChatGPT-ի հետ է օրինակ շփվում։ Զանգ եք տալիս ինձ, ասում եք, պարոն Աղուզումցյան, ինչ դեղ խմեմ։ Օրինակ, ես էլ փոխանակ ասեմ, ես ֆարմացևտ չեմ, դեղը չգիտեմ, այս սա խմի։ Գլուխը ցաված պիրամիդոն խմի։ Բարձվում է պիրամիդոնը ոչ բոլորին է օգնում։ Ուզում եմ ասել, այստեղ նաև դա գիտեք ինչ է գալիս, մենք դեռ մարդուն վատ ենք ճանաչում։ Ամենաբարդ էակը, որ երկրագնդի վրա կա, մարդն է։ Մենք տեզերքն ենք ուսումնասիրել, մենք անդունդն ենք ուսումնասիրել, օվկիանոս է գնել ոչ այնքան լավ։ Մարդուն դեռ լավ չենք ուսումնասիրել։ Մենք մարդու մասին այն պատկերացումները, որոնք պետք է ունենայինք, չունենք։ Ցավոք սրտի դա նաև վերաբերվում է ինչ որ առումով բժշկությանը, բայց ոչ արևելյան, արևմուտքի բժշկությանը։ Տեսեք, այդ բժշկության ուղղությունը գնացել է հիվանդության բուժման ճանապարհով։ Այն բaragam կանխարգելման։ Կանխարգելման չէ, այն բaragայում, որ հիվանդի խնդրով են զբաղված, օրինակ չինական բժշկությունը։ Այստեղ նույնիսկ ասեմ ձեզ, արտասահմանում շատ ընդունված է ընդհանրապես չհանդիպել հիվանդի հետ։ Հիվանդը ասում է, էս է, այս անալիզներն են պետք, անալիզների հիման վրա բժիշկը ուղարկում է նամակ կոմպյուտերով, որ այս բաներ ընդունի, վերջ։ Հասկանում եք։ Տեսեք, իսկ այն բժշկությունը, որը հիվանդին է, նա հիվանդի կողքին կանգնում է հիվանդության դեմ։ Իսկ այստեղ ուղղակի բժիշկը հիվանդությունն է բուժում, մոռանալով մարդուն։ Օրինակ ես իմ օրինակը բերեմ, որ ավելի բան լինի, պարզ լինի։ Ուրեմն սրտի ցավեր եմ ունեցել եւ այն աստիճանի, որ նույնիսկ ընտանիքի անդամներից երեկոյան կանչեցի, ստեսությունի նման մի բան ասեցի։ Տասնյակ տարիներ առաջ էր դա։ Առավոտյան գնացի մի ընկեր ունեմ, սրտաբան, գնացի իրեն մոտ, ասեց քո սիրտը նորմալ է, մի հատ գնա մեր սողի մոտ։ Սիրտս ցավում է մեր սողի, ասեց դու գնա մեր սողի մոտ։ Գնացի այդ մեր սողը լավ մեր սող էր։ Միջին տարիքի տղա էր, ուրեմն ողնաշարից վրա ասենց նայեց, ձեռքով տարավ բան, մի կետի վրա սխմեց։ Ճտաց ինչ որ մի բան։ Ույս կարողացա շնչեմ, սրտացավ չկա։ Դու ասա սրտի ներվը անցնում է այդ մասում, բռնվել է ողնաշարի միջոցով։ Ուղղակի ազատել է այդ մասը։ Պատկերացնում եք, կարող է տանեին ինձ օպերացիա անեն, ես սրտաբանի բանը, ես ինչպես ընդունված է շատ հաճախ, որ միանգամից վերահատում։ Պատկերացնում եք, այսինքն մենք մարդուն, ես այդ օրինակը բերեցի, որ մարդուն վատ ենք ճանաչում։ Այդ վատ ճանաչելը կարող են օգտագործել, որով տեղի է ունենում, որի մասին մենք խոսեցինք մի քիչ։ Կարող է շատ սխալների բերել, մարդը դառնա դժբախտ, մարդը դառնա հոգեբանական պրոբլեմավորված, հասկանում եք։ Այ մարդու ճանաչելը դա առաջի հերթին է, այդ դեպքում որը պետք է լինի հիմք, առաջի հերթին մարդը։ Մարդն է կարևոր ամենայից։ Ոչ թե մարդ, որը գիտնական է, ոչ թե մարդ, որը այս մասնագետն է, այլ մարդն է պետք։ Այսինքն մարդու ամբողջ ուժը իրեն ոգեղենության ու բարոյականության մեջ է։ Հետո նոր գալիս է մասնագիտություն եւ այլն, սա համակարգ է, մեկը մյուսի հետ փոխկապակցված, բայց հիմքում ընկած է մարդու էությունը։ Տեսեք, իսկ աշխարհի գերհզոր պետությունները ես կարծում եմ, որ հաստատ ուսումնասիրություններ արած կլինեն, մասնավորապես փոքր ազգերի մասով, եւ ամենայն հավանականությամբ այդ ձեր ասած ճանաչելը իրենք շատ ավելի լավ գուցե ճանաչում են մեզ, քան մենք ինքներս մեզ։ Այս պարագայում մեզ ուղղորդելը, մեր մոտ սպասումներ ձևավորելը, մեզ տարբեր տեղեր տանելը շատ հեշտ է, այսինքն մենք ոնց պետք է որպես հասարակություն դիմակայենք հոգեբանորեն այս ամենի դեմ։ Գիտեք,
Մենք մի քիչ շոշափեցեք այդ հարցը։ Մեր մոտ բավականին լուրջ թերություն է դաստիարակության հարցում ինքնուրույնության դաստիարակելը։ Ինքնուրույնությունը դա հիմքերից մեկն է անձի։ Մենք խուսափում ենք, որտեղ երեխաները հայերիս մոտ դա էլ է պատմական հիմնավորում ունեցող երևույթ, համապատասխան տեղի է ունենում միջև բավականին մեծ հասակը ասում ենք դեռ փոքր է, չի հասկանում, մեկ է տեսնում ես արդեն հասուն մարդ է, էլի որպես երեխա է ընդունվում, որտեղ հայերից փոքր ազգերի մոտ դա ընդհանրապես ընդունված երևույթ է, այն էլ են ազգերի, որը միշտ ոչնչացման դեմ է կանգնած եղել, ու դա բերում է նրան, որ հովանավորումը շատ հաճախ, հակառակ թվում է, թե հովանավորումը լավ երևույթ է, չէ, բայց այդ լավ երևույթը ինչ-որ մի տարիքի համար է, դրանից հետո ինքը բացասական երևույթ է, մարդուն զրկում ես ինքնուրույնությունից, եւ մարդը երբ մի քիչ մեծանում է եւ պետք է ինքնուրույն որոշում բանեն, չի կարողանում, զանգ է տալիս տնօրեն ասում է, ինչ անեմ, կամ ընկերոջն է զանգ տալիս, որը նույն վիճակում է, այն էլ շատ խելոք սկսում է, ասում է, սա արա, այն արա, ամուսնանամ թե չէ, չամուսնանած, լսել եմ, որ այդ վատ մարդ է, հասկանում եք, այդ տիպի բաները գալիս են ոչ ինքնուրույն լինելուց, որի հիմքը ես տեսնում եմ դաստիարակության մեջ։ Ընդհանրապես դաստիարակության հարցը շատ լուրջ է դրած ինձ թվում է մեր ազգի մոտ, որովհետև այդ հովանավորումը բերում է նրան, որ մենք շատ հաճախ մեծ հոգեբանական խնդիրներ ենք ունենում, տարբեր տիպի հոգեբանական կոմպլեքսներ, բարդություններ եւ այլն, որովհետև երբ մարդը ինքնուրույն արդեն պետք է որոշում ընդունի, հասկանա իրադրությունը, դրան համապատասխան պատրաստ լինի եւ գիտելիքներով եւ ունակություններով չկա ու շատ մեծ բարդություններով կարողանում է հաղթարել կամ շատերը չեն հələ հաղթարում։ Այստեղ կիսվել, խոսել, խորհուրդ հարցնել ասեցիք, ժամանակակից աշխարհում վերջին շրջանում մանավանդ շատ տարածված է ChatGPT-ից տարբեր տիպի խորհուրդներ հարցնելը։ Սկսած առողջական խնդիրներից, վերջացրած անձնական հարցեր քննարկելը, մարդիկ շփվում են ChatGPT-ի հետ։ Սա հոգեբանորեն ոնց կբնութագրեք, սա ինչ երևույթ է, ինչի կարող է հանգեցնել։ Գիտեք, շատ հաճախ դա կարող է կապված լինել նրա հետ, որ մասնագետի չստանալով ինչ-որ մի բան, ռուսերենում շատ լավ ասած կա, «Свято место пусто не бывает»։ Միանգամից լրացում է այդ տիպի մարդկանցով, որը խորհրդատվություն են տալիս իրավունք չունենալով դրան։ Այնպես ինչպես հոգեբանության մեջ ես ձեզ ասեմ մի գաղտնիք հոգեբանական, տեսեք հոգեբանների լիցենզավորման հարց, այսինքն իրավունք գործնական հոգեբանների մասին է խոսքը, չկա այդպիսի համակարգ եւ յուրաքանչյուր մարդ, որը կարող է նույնիսկ հոգեբանական կրթություն ունի, կարող է հոգեբանական կենտրոն բացել եւ խորհրդատվություններ տալ։ Դե մարդը օրինակ ավարտել է, ինչ որ կուրսերի է գնացել 1-2 տարի, ունի սերտիֆիկատ 10 հատ համարենք, եւ ինչի ինքը չի կարող համարվել հոգեբան օրինակ։ 22 տարեկանում 16 տարեկանից գնացել է տարբեր տիպի կուրսերի, մասնակցել է on-line դասերի, ինչի օրինակ չի կարող խորհուրդներ տալ, ինչպես զարգացնել երեխայի հոգեբանությունը։ Ես ձեզ ասեմ, ուրեմն ընդհանրապես կուրսերի իմաստը բոլորովին ուրիշ է, քան մեզ մոտ է դա ընդունված։ Կուրսերը մասնագետների համար են, որովհետեւ նրանք խորացնեն, լայնացնեն իրենց գիտելիքները եւ ունակությունները։ Իսկ դուք բերեցիք օրինակ, որ բոլորովին բան չիմացող եւ չանցած կրթություն, հիմնական կրթություն չունեցողները կարող են այդպեսի բան անել։ Բնական է, որ 4 տարի սովորել է օրինակ հոգեբանության ֆակուլտետ։ Բավարար չի գործնական հոգեբան աշխատելը։ Այ եթե նա 4 տարի հոգեբանական կրթությունից հետո լուրջ կուրսեր է գնացել, ոչ թե շինծու կուրսեր, որոնք բիզնեսի հետ են կապված, ոչ թե իրական նպատակին հասնելու համար։
Այդ դեպքում ես ձեզ համաձայն եմ, որ կարող է ինչ որ լավ, նորմալ կազմակերպված կուրսերը եւ ոչ թե մի քանի օրվա կամ մի քանի շաբաթվա։ Այդ դեպքում կարելի է ընդունել դա, բայց բանը նրանումն է, որ շատ մարդիկ կան, որոնք այդ կուրսերն չեն անցել։ Եվ սկսում են դրա համար խոսքը գնում է նրան, որ հիմա երկու կազմակերպություն կան, որոնք շատ լուրջ զբաղվում են այդ լիցենզավորման հարցով։ Մեկը դա հոգեբանների միությունն է Հայաստանի, որի ղեկավարն է Ավանեսյան Հրանտը, պրոֆեսոր Ամյոնի վարիչ համալսարանի, մեկն էլ առողջական հոգեկան առողջության ասոցիացիայի նախագահ Սողոյան Արմենը, եւ երկուսով իրանք հիմա շատ լուրջ եւ առողջապահության նախարարության եւ կրթության նախարարության հետ բանակցությունների մեջ են այդ տիպի լիցենզավորման համակարգը կազմակերպելու համար։ Դուք շատ հետաքրքիր հարց բարձրացրեցիք, բայց այստեղ մի նուրբ պահ կա։ Օրինակ, տվյալ հոգեբանը, ենթադրենք 23 տարեկան հոգեբան, ով ունի կրթություն, մասնագիտական կրթություն, բայց ըստ լուրջ մասնագետների չի համապատասխանում, հա, այդ լիցենզավորմանը, եթե օրինակ մտնի կամ չունի բավարար չափով գիտելիքներ, բայց ունի TikTok-յան էջ, որտեղ իրեն նայում են օրինակ տասնյակ հազարավոր մարդիկ, կոմենտներ են գրում, հետևում են իր խորհուրդներին, սիրում են իրեն շատ, ունի օրինակ 40,000 հետևորդ։ Հիմա մենք կարող ենք ասել մասնագիտորեն, դուք կամ ավելի մասնագիտական ինչ-որ խումբ հասկանում է, որ այս աղջիկը, տղան, չգիտեմ, մասնագետ չէ, այն մասնագետը չէ, ով պետք է խորհուրդներ տա մարդկանց, բայց ինքը ունի բազմահազարանոց հետևորդներ, ովքեր լսում են իրան։ Այ սա ոնց կարգավորենք։ Բայց մենք արդեն այդ հարցը քննարկեցինք, որ մեր հասարակության մեջ շատ թերություններ կան հասարակության կազմակերպման հարցում, շատ հակասական կարող են լինել կարծիքներ, շատ դիլետանտիկ կարծիքներ եւ դա կարող է գրավիչ լինել, որտեվ այդ ուղղությամբ մասնագետներ քիչ կան։ Մասսայական չի։ Հոգեբանությունը դրան է վերաբերում եւ հանգարց պարզվում է, որ բայց օրինակ շատ են, նույն Instagram սոցիալական հարթակներում շատ են այդպիսի մարդիկ, ովքեր խորհուրդներ են տալիս, ինչպես դաստիարակել երեխաներին, ինչպես շփվել ծնողների հետ, ամուսնու որ արարքից ինչ ենթադրել, այսինքն ուղղորդում են մարդկանց կյանք են մտնում։ Եվ սրա բացասական հետևանքները ըստ ձեզ որոնք կարող են լինել, չէ՞ որ մարդ կարող է ճակատագիրը բավականին լուրջ բարդություններ հոգեբանական եւ սոցիալական, բավականին լուրջ։ Բայց ես ուզում եմ դες ասել մի ուրիշ բան, որ լիցենզավորման համակարգն էլ կարելի է խառնել ու վերածել բիզնեսի։ Խոսքը գնում է ինչքանով է բարոյական ոգեղեն այն համակարգը ստեղծված, որպեսզի այդ տիպի բաներ հնարավորինս չլինեն կամ քիչ լինեն։ Այստեղ գիտեք ինչ է, էլի նորից գալիս եմ այն մտքին, որը ես ասեցի, որ առաջերտին պետք է լինի առաջնայինը մարդը, ոչ թե մարդուց փող ստանալը, վաստակելը, այլ մարդը։ Օրինակ տեսեք, հոգեբանների էթիկական կանոններից մեկը, գիտեք ոնց է հնչում, նախքան որևէ հետազոտություն անելը, մտածիր, դու իրավունք ունես այդ հետազոտությունը անել, կարող ես անել, թե չէ, մտածիր, կարող ես եւ իրավունք ունես նոր արա։ Տեսեք, էթիկական կանոնն է հոգեբանի, որը մշակել են բրիտանացի հոգեբանները։ Եվ դա մտած է կրթական համակարգի մեջ ուսանողների, որոնք հոգեբանություն են սովորում, իրանց էթիկական կանոնների մեջ են մտած։ Դուք հիմա խոսեցիք կրթական համակարգի մասին։ Տեսեք, կյանքը ստիպեց, որ հոգեբանությունը ներխուժի կյանքի տարբեր ոլորտներում, բնագավառներում։ Շատ լավ երևույթ է, չէ՞, փաստորեն։ Դա կյանքն է ստիպել։ Բժշկությունը
չի կարող հոգեբանական հարցեր լուծել, որտեղ նա լուծում է ֆիզիոլոգիական, ֆիզիկական հարցեր, ուրեմն պետք է այդ իմիջիալոց ասեմ, որ այդ դերը ժամանակին կատարել են եկեղեցականները։ Խորհրդային միության ժամանակահատվածում օրինակ։ Դրանից առաջ էլ եկեղեցականները այդ առումով եղել են, այո։ Կամ գիտեք, մենք սովոր ենք եղել միշտ գտնել մի մարդու, որի խորհուրդը կընդունեմ, բայց ինչքանով է այդ մարդը կոմպետենտ է դարձում, այդ ընդհանրապես ընդունված է եղել, որ տարեց մարդը ավելի փորձառու է եւ այդ տարեց մարդու ասածը ճիշտ է, բայց ոչ միշտ է, որովհետեւ տարեց մարդն էլ կարող է լինել այդ հարցում տգետ։ Բացի այդ, կյանքի որակը, իր անցած ճանապարհը։ Իհարկե, սերունդների տարբերություն կա։ Իմիջիալոց այդ դաստիարակության մեջ է ինքնուրույնության վերացումը բերում է նրան, որ ես հավատում եմ տարեց մարդուն, որը իր ժամանակի մտածելաձևով է մտածում խորհուրդ տալիս։ Կյանքը փոխվել է, իրադրությունը փոխվել է, սերունդը փոխվել է, իսկ այդ մարդը մեղավոր չի, որ իր մտածողությունը ձևավորվել է մի քանի տասնյակ տարի առաջ։ Եվ այստեղ մի այդ էլի ինքնուրույնության հարցը եկավ եւ ուզում եմ նորից նշել, որ շատ կարեւոր է ոգեղենությունը եւ բարոյականությունը։ Այ եթե բարոյականությունը մենք դնում ենք առաջնային, շատ բաներ, որոնք խաբեբայություն, հատուկ բիզնեսի ազդելը եւ այլն վերանում է։ Բիզնեսը շատ բարոյական պետք է լինի։ Հասկանում եք, եթե փողը ինքնանպատակ է դառնում, բարոյականությունը վերանում է։ Պարոն Աղուզունյան, բայց ժամանակակից աշխարհում մարդիկ ապրում են հիմնականում սոցցանցերի ազդեցության տակ են, հա, այսինքն 30 վայրկյանանոց, մի րոպեանոց, այսինքն արագ ինֆորմացիան եկավ, սիրուն կադրեր, վառ կադրեր։ Որ հասարակության մասին եք խոսում։ Մեր։ Այդ որ մի անգամից ասեք, որ բայց դուք ինձանից ուզում եք լսել ընդհանուր հոգեբանական օրինաչափություններ։ Մերի մասին մենք խոսեցինք։ Մեր հասարակությանը ինչ դիագնոզ կտաք։ Մեկ բառով օրինակ։ Մենք հիվանդ ենք, առողջ ենք։ Ասեմ են ինչ որ ես կրկնեմ մեր միջև հաղորդումն եմ ասել, թե նոր բան ասեմ։ Չէ, ես ձեզ ասեմ, որ մեր հասարակությունը հիմա շատ բարդ իրավիճակի մեջ է, որովհետև համ իրավիճակն է բարդ, որը կապված չի միայն հասարակության մեջ, որովհետև գլոբալիզացիայի երևույթները շատ բաներ խառնեցին դրականը, բացասականը, զարգացածը, ոչ զարգացածը եւ այլն, սա մի տեսակ բան են կարել։ Օրինակ ասենք, մենք ուզում ենք ապրել որպես ինչպես Անգլիայում են ապրում, օրինակ կամ Ամերիկայում, զարգացած երկրների մասին է խոսքը, բայց արդյոք մենք պատրաստ ենք դրան, թե չէ։ Այ իմ կարծիքով պատրաստ չենք։ Բայց մենք ուզում ենք եւ սկսում ենք ընդօրինակել առաջի հերթին այն բաները, որոնք արգելված են եղել։ Այդ արգելված բաները շատ հաճախ բացասական ուղղվածություն ունեն։ Ինչու է դա։ Ինչի օրինակ դրականը չեն կարողանում ընդօրինակել։ Դրականի համար եւ ավելի շատ գիտելիքներ է պետք եւ ավելի շատ բարոյական մոտեցումներ են պետք։ Բացասականը չէ։ Վատություն անելը ավելի հեշտ է անհամեմատ, քան բարի լինելը։ Շատ հասարակ է դա։ Հասկանում եք։ Եվ այստեղ կարող եմ ասել այդ տեսանկյունից, որ հասարակությունը իրոք պահանջում է ավելի խիստ, ինձ թվում է, մոտեցումներ եւ ԶԼՄ-ների, այսինքն այն բոլոր աղբյուրները, որոնք հակասություն են մտցնում, այդ հակասության դեպքում բավականին հեշտ է կառավարել մարդը։ Այսինքն մենք նաև խորացնում ենք այդ հոգեբանական։ Ինչ որ առումով մենք որ ասելով, չգիտեմ, ԶԼՄ-ների մասին եք ասում։ Այո, բայց ոչ միայն, ախր ԶԼՄ-ները նաև արտացոլում են այն ինչ որ տեղի է ունենում հասարակությունում։ Այն ԶԼՄ-ները, որոնք չարտացոլեն հասարակության մեջ գոյությունը, չեն նայի, չեն լսի ու վերջ։ Էլ չեմ ասում, որ ԶԼՄ-ների նկատմամբ ախր մենք կախվածություն է ԶԼՄ-ն առաջացնում, հասկանում եք։ Դե այնպես ինչպես կախվածություն է առաջացրել հեռախոսը, ձեռքի հեռախոսը, այնպես ինչպես կախվածություն է առաջացնում տարբեր տիպի վարքեր, բարքեր, վատ սովորություններ, կախվածություն է առաջացնում։ Այդ կախվածությունը էլի պատճառը ինքնուրույնության բացակայություններից մեկն է։ Ոչ միակ։ Եվ մի հարցել ու այսքանով սահմանափակենք։ Հոգեբանական առումով դուք տեսնում եք որևէ լուծում,
որը կարող է օգնել մեր հասարակությանը դուրս գալ այս դժվարին հոգեբանական իրավիճակից, այսպես բնորոշենք։ Գիտեք, Դառնալ ինքնուրույն։ դա կազմակերպել անձից դուրս երկար process է։ Չի կարելի ստեղծել այնպիսի մի համակարգ կամ համակարգեր, որոնք ընդհանուր լինեն բոլորի համար, առանձին են հայերից, որոնք ամեն մեկը անհատներ են։ Ինձ թվում է, խոսքը կարելի է այստեղ օգտակար ուղղությամբ գնա, եթե ես ասեմ, որ մարդը ինքը իրեն պետք է ինչ-որ բաներ փոխել։ Մենք նորից, տեսեք, խոսում ենք նրա մասին, որ կողքից իրեն օգնել, բայց ինքը մարդը յուրաքանչյուրս մենք ինչ-որ բան պետք է անենք, թե չէ։ Թե մենք պետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գա ու մեզ համար ամեն ինչ անի, այդպես բան չի կարող լինել։ Եվ այդ առումով ուզում եմ ասել, որ շատ բաներ մեզանից է կախված։ Եվ չի կարելի մեղադրել ուրիշներին, բոլորին, բացի քեզանից։ Հավասարազոր մեղքը ոչ միայն արտաքինի մեջ է, այլ նաև քո մեջ։ Այս շատ խորհուրդ պարունակող նոտ այվել ավարտենք։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Աղուզումցյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Փորձենք ինքներս մեր մեջ, բոլորս ամեն մեկս մեր հերթին, գտնել այն հոգեբանական խնդիրները, բարդույթները, որոնք մեզ խանգարում են ունենալ ավելի լավ կյանք։ Ես կարծում եմ, ես ինքս էլ եմ հակված այդ մոտեցմանը, որ առաջին հերթին ինքներս մեզ պետք է նայենք հայելու մեջ եւ փորձենք հասկանալ որտեղ է խնդիրը։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Analytic Talk հաղորդման հովանավորներին, Կրեպերի սրճարանին եւ FINAP հաշվապահական ընկերությանը։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ, կհանդիպենք։ Ստեսություն։